Սպանություն 7 հարվածով, մահացու հարվածը սրտին։ Սևան քաղաքի բազմամարդ կենտրոնական հրապարակում կեսօրին դանակով սպանել են 20-ամյա Արամ Խաչատրյանին։ 3 վերին ծաղկաբանում նրա հուղարկավորություններ։ Նա պայմանագրային զինծառայող էր։ 2 օր առաջ էր իջել դիրքերից։ Լրատվամիջոցների տեղեկություններով նրան զանգել եւ Սևան են կանչել։ Գնացել է ընկերոջ հետ։ Ընկերը մնացել է մեքենայում։ Տեսել է ինչպես է մի տղայի հետ Արամը գրկախառնվում ու սկսում են դանակի հարվածներ։ Արամի ընկերը տաքսու վարորդը շտապել են օգնության։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ տղան մահացել է։ Դանակահարողները փախուստի են դիմել։ Զարկերակի տեղեկություններով Սևանում շրջանառվում է 2 վարկած։ Երկուսն էլ կապված են աղջկա հետ։ Առաջին վարկածով Արամը շփվել է Սևանում ապրող մի աղջկա հետ, ինչը դուր չի եկել նրա եղբորը, ով սպանության համար կալանավորվածներից մեկն է։ Մեկ այլ վարկածով Արամը վատ է արտահայտվել աղջկա մասին եւ եղբայրը կանչել է պատիվ պահանջելու։ Սպանության մեջ կալանավորվածները երկուսն են, ընկերներ են, 18 տարեկանը չլրացած, իսկ աղջիկը մոտավորապես 20 տարեկան է, ամուսնալուծված, ունի 1 երեխա։ Ասում են նաեւ, որ եղբոր հետ կալանավորված տղան նախկինում շփվել է աղջկա հետ։ Վերջինիս հայրը եւ աղջկա խորթ հայրը գտնվում են բանտում միասին կատարված գողության համար։ Հարևաններն ասում են, որ Սևան տեղափոխված աղջկա ընտանիքը մեկ անգամ չէ, որ եղել է քննարկման թեմա։